Նիժնի Տապրից ընտրակաշառքով քվեարկության եկողը չի կռվելու այն պատերազմում, որը կլինի, եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը գա իշխանության եւ անի այն, ինչ իրենք հայտարարում են, որ անելու են։ Ոչ, Նիժնի Տապրի այդ բնակիչը հետ է գնալու Նիժնի Տապր եւ պատերազմի ժամանակ հերվից հայրենասիրական կենացները խմելու եւ ստատուսները գրելու, մեզ բոլորիս կոչ անելով ավելի ուժեղ կռվել, ավելի շատ արնակամ լինել, որպեսզի ինքը կարողանա Նիժնի Տապրի փողոցներով գլուխը բարձր եւ հպարտ քայլել։ Իսկ դուք եւ մենք բոլորս, սիրելի ժողովուրդ, այդ պատերազմում կռվելու ենք։ Մենք, մեր հայրերը, եղբայրները, որդիները, հորեղբայրները, հորեղբոր որդիները կռվելու ենք այդ պատերազմում։ Նիժնի Տապրի այդ ընտրակաշառքով ընտրող բնակիչը Նիժնի Տապրում ընտրության իրավունք չունի։ Նա չի կարող ընտրություն կատարել այնտեղ։ Եթե նա փորձի մի փոքրիկ բողոքի ձայն բարձրացնել, օրինակ Նիժնի Տապրի հարկայինի պետի տեղակալի աշխատանքից, դուբինկով այնքան կտան գլխուղեղի վնասված կստանա։ Բայց դուք, սիրելի ժողովուրդ, այդ ընտրության իրավունքը ունեք, մենք այդ ընտրության իրավունքը ունենք։ Հետևաբար հունիսի 7-ին իրացրեք այդ իրավունքը եւ պաշտպանեք այդ իրավունքը։ Պաշտպանեք ձեր ընտրելու իրավունքը, պաշտպանեք խաղաղությունը, տեր կանգնեք խաղաղությանը։ Ընտրակաշառք տվողների եւ վերցնողների միջեւ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, ձեր պետության միջեւ, ընտրեք պետությունը, ընտրեք Հայաստանի Հանրապետությունը, ընտրեք խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ընտրեք արդարությունը։